ուրեմն նայեք, ձեր ներկայացնելով այսօր երկու միջնորդություն է, մեկը որ իմ խափման միջոցը փոխելու օրն է, կալանքի օրը լրացել է եւ պարոն Վարդևանյանը իմ ընկերը իմ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել։ Մեկ վարքան ընդհատեմ ոչ թե լրացել է, լրանալու է։ օգոստոսի 8-ին։ Այո, ամսինուտը լրանալու է, դուք շաբաթ առաջ քննում եք, ես ուզում եմ ասեմ, որ կարծում եմ երկու միջնորդություններ կարիք չկա քննելու, քանի որ անցած դատական նիստին դուք կանխավ որոշում եք կայացրել, որ ես պետք է մնամ կալանքի մեջ։ Առանց լսելով մեղադրյալների միջնորդությունը, կարող է մեղադրյալները գիշերը մեկ բարի երազ էին տեսել, որը սպասելի չի գային եւ ասեին Արտուր Սարգսյան եկեք տան վարչական։ Բայց դուք անցած դատական նիստին կանխավ որոշել եք եւ հայտարարել եք, որ Արտուր Սարգսյանը մնալու է տնային կալանքի մեջ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե դուք արդեն կանխավ որոշել եք, որ ես մի տարի ասում եմ, էստերի որոշումները կանխավ որոշում է, շնորհակալություն ձեզ իմ մեկ տարվա ասածը հիմնավորեցիք, հիմա այս միջնորդությունների իմաստը որն է, որ մեջտեղ թատրոն չի դերասած են, դուք որոշել եք պետք է մնալ միանգամից կալակը տվեք վերջացնեմ գնալ, իմաստը որն է դատախազը դուրս գա, Կարթան Վարդևանյանը միջնորդություն անի, բոլորը լսեն, սենց լաված վերջում ասեք, Արտուր Սարգսյանը պետք է մնա տնային կալանքի մեջ, միանգամից ես առաջարկում եմ դատախազը միջնորդություն չանի, Վարդևանյանը տերենգա չծաղցի, միանգամից տվեք տնային կալանքը վերջացնենք, ուրիշ դրա երկրորդ հարց տեղ չկա։ Եվ երկրորդը, որ այնորդ այս միջատեպ եղա, որ իրականում սենց այնորվա նիստին եմ ուզում անդրադառնամ, որ սենց հստակ որ ասեցի, էլի դրսում էլ ասեցի, որ Վարդևանյանը սենց դպրոցը ոնց են բացատրում ատար աթոր, սենց բացատրել սահմանական դատարանի որոշումը, Ջրաբեկ դատարանի որոշումը, դրանից հետո դուք հաշվի չառաք, եթե դուք ես մի տարի ինձ ճանաչելով գիտեք, որ ես արձարության համար պայքարում եմ, ուզում եք տենց անեք, որ ես վրդովեմ, ինձ հետ տանեք, կարեք միանգամից հետ տանեք կալանքի, անգեստ եմ ասում, պետք չես օրենքը կոպտագույն, ես երկիրը ավելի շատ եմ սիրում օրենքները, քան ինձ, որ եթե իմ համար եք այդ կանանը, որ ես ափերից դուրս գամ, դրա կարիքը չկա, միանգամից կարեք հետ տանեք, ես դրա խնդիրը չունեմ, էլ եմ ասում, կալանքի իմ համար արժեք չունի, ես կալանքից չեմ վախենում, ու որոշումներ արդեն կայացրել եք, հիմա կալանքը տվեք այդ Վարդևանյանը չխոսի երկրորդն այն միջնորդությունը 5 միլիոն դրամ, ախր ինչ են կարևոր 20 միլիոն դրամ իմ ընկերները տվել են, էլ եմ 5 միլիոն տան, այդ 5 միլիոնը ես համաձայնեմ, որ ինչ կապերացեք, հարցաբաննա որոշկետա, բայց ես դեմ եմ դրան։ Երկրորդն ես ոչ թե առաջարկում ես 25 միլիոնը չնայեք, ես առաջարկում որ ընդհանրապես եկեք միջնորդությունը չքննարկենք, որոշումը կայացրեք գնանք առաջ։ Շնորհակալություն Ժորժ ջան, ուժեր եղեք։ Ես պատասխանեմ, ուրեմն դատարանի որոշումը պետք չի աղավաղել։ Դատարանը հետևյալ ներկայացրել 23 հուլիս 2026 թվականի որոշմամբ դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել էր, նշել էր, որ այն պատճառաբանություններին փաստարկների, որը պաշտպանական կողմը ներկայացրել էր, դատարանը համամիտ չէ, այսինքն դատարանը գտնում է դրանք ոչ հիմնավոր, մերժվել է, ես չգիտեմ որոշման օրինակը ստացել եք դուք թե չեք ստացել, ամենայնևս ուղարկվել է կողմերին, դատարանը մերժել է, դատարանը այն հիմքով, որ դուք դարձել եք պատգամավոր, այդ հիմքով ձեզ ազատ արձակել է տնային կալանքից մերժել էր, նշել էր, որ չէ, դուք մնալու եք տնային կալանքի տակ, քանի որ հիմքեր նոր Երևան եկած հանգամանք չկա, նախորդի ազգային ժողովը ավելի կարճ կոնկրետ ասեմ, որոշումը եթե չեք ստացել, որոշումը ստացած կլինեք, տեսնեք, 8-7 Նստաշրջանի ազգային ժողովը արդեն իսկ թույլատրել էր ձեր նկատմամբ այն սահմանը անձեռնամխրության բաները վերացրել էր արգելքները, այսինքն բաները սահմանափակումները հաղթահարված են եղել նախորդից եւ ազգային ժողովի պատգամավորները փոխվելով չի նշանակում, որ ազգային ժողովը փոխվեց։ Ազգային ժողովը մնում է նույնը, պատգամավորներն են փոխվում, դուք էլ շարունակաբար բառացի ուշադիր լսեք, եթե ծիծաղելու կարող եք ծիծաղել, բայց ասում եմ բառացի մոտարապես ինչ-որ որոշման մեջ է նշված, ինչքանով որ հիշում եմ։ Դատարանը նշել էր հետևյալը, որ դուք շարունակում եք նախորդ 8-րդ նստաշրջանի պատգամավոր եք, շարունակում եք նաև եղել 9-րդ նստաշրջանի, այսինքն նոր հանգամանք չկա այստեղ, որպեսզի դատարանների հաղթարեն նույն ձևով ազգային ժողովը թույլտվություն տա մյուս դատարանը պատճառաբանած գրել էր եւ
Նաև նշել էր, որ վճարաբեկ դատանի 2024 թվականի եւ նաև ՍԴ-ի 2021 թվականների որոշումների հանգամանքները նույնական չեն ձեր կողմից։ Նա չգիտեմ, դուք կարող եք նշել, որ սա ինչ է, վատթարացնում է ձեր վիճակը, դատանը մանրամասն որոշման մեջ պատճառաբանական մասում տվել է եւ դուք էլ որոշումներ ուղարկել եք, եթե դուք համաձայն չեք լինի, պարոն Սարգսյան, կարող եք բողոքարկել ժամկետում ստացման պայս 10-օրյա ժամկետում։ Ես ուղղակի կարճ հակիրճ նշեցի, այստեղ ինչի մասն է խոսքը։ Այսինքն դուք շարունակում եք պատգամավոր։ Չէ, պարոն Վահան, ճիշտ ասած միակ Եթե համաձայն չեք, միակ որոշումն է, որ ես չեմ բողոքարկի, որտեղ դուք իսկ կարգել եք ցմահ պատգամավոր, շնորհակալ եմ դրա համար, բայց ցմահ պատգամավոր եք կարգի ինձ, էլի, նայեք 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորները ուրիշ մարդիկ են եղել, ովքեր իսկ քվեարկել են 63 հոգին։ 9-րդին արդեն ուրիշ մարդիկ են, նույն մարդիկ են, փոխվել է։ Հիմա այս մարդիկ որ տանեն, կարող չքվեարկեն, որ ասում եք ծիծաղում եք իրականում ծիծաղելու է, պրոստը ուրիշ բան չեն կարող անենք, մենակ կարող ծիծաղել, կարող գժվենք էլ, օրինակն եմ ասում, որ գժվենք կարող հետ տանենք։ Ուզում ասեմ այդ հարցին էլ չեն կարող դրել, բայց դա աբսուրդ է, նույնը չի։ Հիմա ինձ քվեարկել են 63 հոգին 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորները։ Հիմա օգոստոսի 2-ից այդ պատգամավորները դադարում են պատգամավոր լինելուց, նոր ազգային ժողովի պատգամավորները, ովքեր հուլիսի 7-ին վերընտրվել են 21-ի մանդատ են ստացել, նոր կազման, նոր մարդիկ են։ Հիմա որ ներկայացնում ես նույնը եղել եմ, չի նշանակում ես ցմահ պատգամավորը շարունակվում է, չի շարունակվում, նոր մարդիկ են։ Անցածի Վարդևանյանը չի եղել, հիմա կա։ Դա կապ չունի դրա հետ։ Ընդունում եք, չէ՞ որ մինչև օգոստոսի 2-ը դեռ դուք համարում եք օգոստոսի 2-ին այսինքն հրաման պետք է լինի։ Չէ, դա քննարկման, չէ, հիմա դուք մտակ իրավաբանական դա շնորհակալություն եմ ասում, բայց օրենքը հստակ տալիս է, որ ուժի մեջ է մտնում հուլիսի 21-ից, որը պարոն Վարդևան ներկայացրել, եթե օրենքով է խոսում, օրենքի դաշտում շատ ուրախ եմ, օրենքով խոսենք, բայց օրենքով չեն խոսում։ Որոշման մեջ դատանի 1 վայրկյան էլի, ես չեմ ընդհատում ձեզ։ Հուլիսի 23-ի որոշման մեջ շատ մանրակրկիտ նկարագրված է օրերով, ամիսներով հստակ նշված։ Ուրեմն ձեզ թույլ չեմ տվել, որպեսզի դուք խոսեք, ես թույլ չեմ տվել ձեզ, որպեսզի խոսեք ու խոսեք համարը։ Չէ, իմ ասածը նրա մասին է, այդ հարցը արդեն փակել եք, հիմա կբողոքարկեն, չեն բողոքարկի, այդ հարցը փակել եք անցած անգամ, որ պարոն Վարդևանյանի ներկայացրածով ես որպես պատգամավոր 9-րդ ազգային գումարման ազգային ժողովի պետք է դուրս գայի, դուրս չեմ եկել։ Այդ հարցը փակել ենք, բայց խնդիրն է նա, որ դուք այդ օրը հայտարարում եք, որ ես օգոստոսի 2-ին կարող եմ, երբ որ պարոն Վարդևանյանը դուրս է գալիս ասում, բա օգոստոսի 2-ին նիստին պարոն Սարգսյանը չի մասնակցելու, ասում դե որ թույլ եմ տվել գնացել է հիվանդանոց, դες թույլ կտան ոստիկանները կգնա ազգային ժողով, ձեր ասած բառերը հատիկ լսել եմ նորից ասում, դա նշանակում է, որ այսօրվա հիմա ինչ-որ քննարկում են, դուք արդեն որոշում եք կայացրել, որ ես բերած եմ տնային կալանքի մեջ, ոստիկանների հետ 2-ին գնամ, իմ ասածը դա է, որը դուք արդեն եք չեք հրաժարվում, ճիշտ է։ Ես տեսեցի եւ ընդհատեմ ձեզ, ոչ, դա չի։ Հետևյալն է, դատանը կարող է եւ այսօր քննարկման առարկա դարձնել այդ հարցը, եւ օգոստոսի 6-ին կարող է քննարկման առարկա դարձնել այն հարցը, քանի որ խափան միջոցի ժամկետը կրկնեմ երրորդ անգամ դուք գիտեք երբ է ավարտվում։ Պետք չի անելու։ Պարզ նշում կամ օգոստոսի 6-ին պետք է քննարկի այդ հարցը, կամ այսօր պետք է քննարկի։ Հիմա դատանը մեկ քանի որ Չախալյանի միշտորդությունը խափամիջոցի հարցի քննարկումն է բանը, 1 շաբաթ առաջ դատանը քննարկում է։ Դա դժգոհ է։ Ուզում եք վերջի օրով քննարկի։ Ես ոչ դժգոհ չեմ։ Կեցե մեր արտարադատությունը։ Կեցե։